Տիկին Անդրեասյան, քանի որ գրքերի մասին խոսեցինք, եւ ես այդ դրա մասին խոսել եմ նախկինում առիթ չի եղել, որ հիմա ասենք օրինակ այդ նույն հայոց պատմության հատորյակը, չէ, հիմա գրքերը իհարկե կան տարբեր ֆորմատի, բայց աշխատում են տպեն այնպես, որ մարդիկ տրանսպորտի բանի մեջ կարդալու հետաքրքիր է լինի։ Ասենք կարող ենք այդ գրքերը, որոնք պարզ է ակադեմիական հրատարակությունները, որոնք ընթերցասրահում, բանում աշխատելու համար հարմար են, նաև մտածենք, խնդրենք այդ նույն հատորյակներից կտորներով, որ գրպանում տեղավորվի, տրանսպորտի մեջ կարդալ հնարավոր լինի, օդանավի մեջ ես օրինակ որ բանով դե Միացյալ Նահանգներ ռեյսովի օդանավով եմ բանանում, թռնում, ասենք այդ չափի գիրքը ինքը բոլոր առումներով շատ դժվար է օգտագործել, բայց որ նույնիսկ փոքր ֆորմատի գիրք եւ ասենք Եվրոպայում Միացյալ Նահանգներում էլ որ գրախանութ մտնում եմ, ասենք հիմնականում գրքերը հարմարեցված են, որ ճամփորդելիս հարմար լինի, համ քաշից սկսած, ինչ թուղթ է ընտրվում, քաշից սկսած, որ ինչպես ընդունված է ասել, հաճախորդամետ user friendly լինի եւ կարելի է բան անել։ Հիմա կոշտ կազմերը շատ ընդունված չեն ընդհանրապես, ասենք կոշտ կազմով գիրք, որովհետեւ ինքը համ ծանրացնում է, համ վնասվում է, բան է անում, համ թանկ է, այո։ Շատ լավ, տենց մի քիչ ձեր գրադարանում, տենց գլոբալ գրահրատարակության խնդիրների անդրադարձանք։ Ներշնչեց ձեր գրադարանը, լավ է։